Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, նախագծով առաջարկվում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրով նախատեսված վճարումները կատարելու համար 25 թվականի երկրորդ եռամսյակի բյուջեն համալրել լրացուցիչ ֆինանսական միջոցներով։ Ծրագրի շրջանակում 25 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1.8 միլիարդ դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների։ Ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելություն եւ առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները ըստ էության սպառվել են, ուստի անհրաժեշտություն է առաջացել շահառու ճանաչված հանձանց շրջանում վճարումներ իրականացնելու համար հատկացնել լրացուցիչ 300 միլիոն դրամ շուրջ 410 շահառու ընտանիքների համար։ Հունիսի 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Տեղեկացնեմ, որ ծրագրի մեկնարկից, այսինքն 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև այս տարվա հունիսի 1-ը աջակցություն է ստացել 13285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 9.5 միլիարդ դրամ։ Աջակցություն ստացած շահառուների թվի աճը պայմանավորված է ծրագրի վերաբերյալ ակտիվ իրազեկման աշխատանքներով եւ պոտենցիալ շահառուների շրջանում մեծ հետաքրքրությամբ։ Ծրագրի դիմելության ներկայիս տեմպը պահպանվելու դեպքում, պարոն վարչապետ, երկրորդ կիսամյակի ընթացքում հավանաբար կրկին անհրաժեշտություն կունենանք եւս ֆինանսական միջոցների հայտ ներկայացնել։ Խնդրում եմ հաստատել այսքանը։ Դե սա այն դեպքն է, որ մենակ հաճույքով կկայացնենք ֆինանսական միջոցների ավելացման որոշումը, որովհետև հիշեցնեմ հարգելի գործընկերներ, խոսքը ընտանիքում երեխայի ծնվելու կապակցությամբ բնակարան ձեռք բերելու հարցում ընտանիքներին աջակցություն ցուցաբերելն է։ Ինքը բազմաշերտ ծրագիր է, 3-4 դեպք է նախատեսված, մի դեպք է, երկու դեպք է նախատեսված։ Հա, սկզբից լայն էր, հետո մենք ավելի հասկանալի եւ պարզ դարձրինք ծրագիրը եւ ակնհայտորեն մեր հաջողված ծրագրերից է եւ մենք հատկացնում ենք առաջին երեխայի ծնվելու դեպքում եւ նաեւ հաջորդ երեխաների ծնվելու դեպքում էլ ենք աջակցություն տրամադրում։ Կարճ բովանդակությունը ծրագրի հիշեցնեք, պարոն Ղաչի։ Ծրագիրը ունի երկու բաղադրիչ, առաջի բաղադրիչով եթե ընտանիքը ունի արդեն երկու անչափահաս, առնվազն երկու անչափահաս երեխա եւ ցանկանում է տուն ձեռք բերել մարզային բնակավայրում որևէ, ապա այդ դեպքում պետությունը աջակցում է կանխավճարի տեսքով, այսինքն կանխավճարին որոշակի ավելացում է կատարում եւ երկրորդ բաղադրիչը արդեն երբ երեխա է ծնվում այն ընտանիքում, որտեղ ընտանիքը ունի հիպոթեք, այդ դեպքում առաջին եւ երկրորդ երեխայի ծնունդի դեպքում մինչև 500,000 դրամ եւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդի դեպքում 2 միլիոն դրամ միանվագ ուղղում է մայր գումարի մարմինը։ Շատ լավ, իհարկե ժողովրդագրության ոլորտում մենք խնդիրներ ունենք եւ շարունակում ենք ունենալ խնդիրներ, որովհետեւ ցավոք սրտի ծնելիության ցուցանիշները նվազում են եւ մենք ամենատարբեր ծրագրերով պետք է շարունակենք ցուցաբերել աջակցություն այն ընտանիքներին, որտեղ երեխաներ են ծնվում եւ իհարկե նաեւ այս ցուցանիշները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ ծրագիրը պահանջված է, բայց մենք հույս ունենք, որ այս եւ մյուս ծրագրերի եւ ընդհանուր առմամբ երկրում մթնոլորտի բարելավման եւ ապագայի նկատմամբ ավելի մեծ վստահություն կառուցելու արդյունքում մենք կարողանանք ժողովրդագրության ոլորտի, ծնելիության ոլորտի խնդիրները հաղթահարել։ Սա իհարկե տեղի չի ունենա 1-2 գործողությամբ, մենք ընդունել ենք ժողովրդագրության ոլորտի ռազմավարություն եւ այդ ռազմավարությունը պետք է հետեւականորեն իրականացնենք, որպեսզի կարողանանք մեր խնդիրները լուծել, ինչը չի նշանակում, թե այն որոշումները, որ այսօր կայացրել ենք, սպառիչ են, մենք անդադ պետք է հետևենք process-ներին, որովհետև ժողովրդագրության մեջ մենք իհարկե ծնելիության խնդիրն է, որը մեզ որոշակի ինդիկացիա է տալիս, բայց մյուս կողմից էլ մեր համոզմունքն այն է, որ եթե օրինակ նախադպրոցական կրթությունը, հանրակրթությունը
չլինեն հասանելի հանրապետության բոլոր բնակավայրերի բոլոր երեխաների համար, մենք խնդիրը չենք լուծի, որովհետև իրականում այդ երևույթը, երբ որ ժողովրդագրությունը ինքը բազմաշերտ երևույթ է եւ նաեւ մարդիկ բազմաթիվ գործոնների հաշվառումով են կայացնում որոշումներ եւ իհարկե երկրում ընդհանուր սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, անվտանգային միջավայրը եւ ապագայի նկատմամբ հավատը շատ էական դեր ունեն այս գործընթացներում, այնպես որ այստեղ մենք մեր գործունեությունը հետեւողական պետք է շարունակենք իրադրության բարելավման ուղղությամբ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ծնելիության հետ կապված ունենք հետևյալ ուրեմն իրավիճակը ըստ վերջին պաշտոնական հրապարակումների մենք պտղաբերության գործակցով վերջին 30 տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն ենք գրանցել։ Սա նշանակում է, որ մեկ կնոջ հաշվով մենք ամենաշատ երեխա ունեցել ենք 23 թվականին, վերջի հրապարակում 23 թվականին է 1.9 գործակից եւ 94 թվականից հետո նման բարձր ցուցանիշ չենք ունեցել, բայց զուգահեռ ունենք ծնունդների բացարձակ թվի նվազում, այս է իրավիճակը։ Բայց դա ինչի է դա կապված, ասենք այն դա կապված է պոտենցիալ ծնողների թվի նվազմամբ, այսինքն մեր բնակչության սեռատարիքային կազմը, ծնողները, ովքեր մտնում են արդեն մայրերը, ովքեր մտնում են մայրանալու տարիք եւ զուգահեռ նաեւ մայրանալու առաջին ուրեմն երեխա ունենալու տարիքը զուգահեռ բարձրանում է, այսինքն պոտենցիալ ծնողների թիվը նվազում է, բայց մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների թիվը աճում է։ շատ լավ։ Այսպիսի պատկեր ունենք։ Մի բան էլ հիշեցնեմ, որ նախորդ տարի մենք ծրագրում մի բարեփոխում կատարեցինք, որ սահմանամերձ բնակավայրերում եթե կան հիպոթեկներ եւ այն բնակավայրերում, որտեղ դպրոց կամ մանկապարտեզ է կառուցվում, այդտեղ աջակցությունը ավելացում է 50%-ով եւ մենք սահմանամերձում գրանցել ենք 9 ուրեմն դեպք, որտեղ 50% ավել աջակցություն են ստացել եւ երկու բնակավայրի դեպքում էլ դպրոց կամ մանկապարտեզ։ Քանի դեպք է արձանագրել։ Ընդհանուր 11, որից 9 սահմանամերձում։ Շատ լավ։ Այդ 11 ընտանիքի մասին է խոսքը։ Դե այդ են թվերը չեն, որ մեզ կարող են գոհացնել, այսինքն 11 դեպքի մասին է խոսքը, ոչ թե տոկոսի։ 11 դեպք, որ հենց սահմանամերձ բնակավայրում է այդ հիպոթեկը տեղի ունեցել, բայց մենք գիտենք, որ սահմանամերձ բնակավայրում հիպոթեկները որպես կանոն տարածված երևույթ չեն եւ դե հույս ունենք կամաց կտարածվեն այդ նկատի ունեք։ Շատ լավ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։